քաղաքականություն կա։ Ես ցանկանում եմ ասել, որ մեր քաղաքականությունը Հայաստանի հետ կապված չունի որևէ երկրի հակաքաղաքականության ուղղություն, միայն հայկական շահերին հիմքով է հիմնված։ Այդ իսկ պատճառով մենք չունենք մտավախություն որևէ երկրում ունենալ տնտեսական որևէ խնդիրներ, բայց անգամ այդ խնդիրների պարագայում էլ Սամվել Կարապետյանը շատ է ցույց տվել, որ տնտեսական շահույթը իր համար շատ տեղերում երկրորդական է եղել իր անձնական համոզմունքներից, ինչպես մենք տեսանք այս տարվա հունիսին, երբ նա եկեղեցու պաշտպանության համար դեմ ելավ այս գործող իշխանությանը եւ դրանից հետո հաջորդեցին հեծի հայտնի դեպքերը, բայց անգամ դրանից հետո էլ նա իր համոզմունքին է մնում եւ համոզված է, որ սա է ճիշտ ճանապարհը։ Դուք խոսում եք Հայաստանի իշխանության ճնշման մասին, ես ճիշտ եմ հասկանում։ Յուրաքանչյուր Ռուսաստանի իշխանության։ Ես բերեցի Պյոտր Պորոշենկոյի օրինակը, ով պատերազմի մեջ լինելով Դոնեցկի եւ Լուգանսկի շրջաններում այն ժամանակ դեռ 14 թվից Ռուսաստանի Դաշնության հետ նրա գործարանները գործում էին Ռուսաստանի Դաշնությունում։ Այսինքն եթե նրան այնտեղ ճնշեն, նա կթքի կգա Հայաստան։ Ես ճիշտ հասկանում։ Չեմ կարծում, որ դրան կգա խնդիրը, քանի որ ճիշտ ուժեղ գործիչ է Հայաստանի համար, պետք է դրական հարաբերություններ կառուցի տարածաշրջանի բոլոր երկրների հետ։ Դրան չի գա խնդիրը։ Շատ լավ։ Տեսեք, մենք հիմա ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցրել ենք։ Դուք որ գաք իշխանություն, ապա սառեցնելու եք, թե ոչ։